մենք ինքներս երբեմն հաճախ հայտնվում ենք ծուղակում, երբ մեզ թվում է, թե ինչ պատկերացում ենք մենք, պատկերացում են բոլոր և պատկերացում են դասանվածները։ Իրականում այս գործը պետք է արվի և այս գործը պետք է արվի շատ մեծ պատասխանատվությամբ, հասկանալ ինքներս մեզ խոսքը ինչ ինքնությունների մասին է, ինչ խորհրդատվության ինքնությունների մասին է և հասկանալ այն մեխանիզմները, որով մեր հասարակությանը հայտնողի պետք է տեղ հասցնել այս գաղափարը ես մի քանի անգամ ասել եմ, որ այդ ինչ որ պիտի կատարվի հունիսին որ դա քվեարկություն է, բայց ընտրությունը պիտի կատարվի շատ ավելի վաղ և ընտրությունը պիտի կատարվի շատ ավելի վաղ և տեխնիկական հարց կար, և տեսեք, այն ինչ որ պիտի կատարվի հունիսյան մի օր, դա զուտ քվեարկությունն է, բայց քաղաքացին դրազանգվածները ընտրությունը պիտի կատարեն շատ ավելի վաղ, այս պահից սկսած, և այդ ընտրությունը պետք է լինի հիմնավորված։ Երբեմն բարդ հարցերի պատասխանը գալիս է անսպասելի տեղից։ Մասնավորապես ինչ ընտրության մասին է լինելու, մասին է խոսքը, այդ հարցի պատասխանը վերջին 2-3 օր առաջ եկավ Բաքվից, որքան էլ ցավոտ է, որքան էլ անդուր է դա ասել, և շատ հստակ ձևակերպում են այս ընտրությունների արդյունքում քվեաթերթիկի վրա կարելի է գրել լինելու է Սևան, թե լինելու է Գյոյչյան։ Շատ պարզ մի ձևակերպումը, որը հսկայական ջանք է մեզնից պահանջելու հասցնել ընտրողին, բայց մենք դա կարողանալու ենք անել, ես վստահ եմ։ Ընդհանրապես այս ընտրությունների մասին իշխանությունը դնում է մի բանաձև, որը առաջին հայացքից թվում է, թե շատ վատն է, շատ կեղտոտ է, կեղծ է, թակարդ է խոսքը, երբ ամեն պաշտոնի առաջի դեմքից սկսած ասում են կամ մենք կհաղթենք կլինի խաղաղություն, կամ մենք չենք հաղթի կլինի պատերազմ։ Դա շատ ստոր սուտ է, բայց եկեք ընդունենք, որ դա ունի կենսունակության որոշակի պոտենցիալ և կարող է աշխատել։ Ես երբեմն նաև ապշում եմ և ինձ մտահոգում եմ այդ վտանգավոր բանաձևի դիմաց, հակընդդեմ հակաիշխանական ճամբարից հնչող շատ բանաձևեր, որոնք մեղմ ասած լավը չեն և մեղմ ասած գրագետ չեն։ Ինչի մասին է այս ընտրությունները։ Ըստ իս առաջին հերթին այս ընտրությունները Հայաստանի ներհայաստանյան պրոցեսների մասին են, ներհայաստանյան կյանքի մասին և մենք սա պետք է կարողանանք տեղ հասցնել, որովհետև մեզ մոտ ստեղծել է մի հատ պաթոլոգիկ վիճակ, որ մեզ թվում է, թե այս ընտրությունները միայն Հայաստանի արտաքին քաղաքականության կամ արտաքին ռիսկերի մասին են։ Ամենևին առաջին հերթին այս ընտրությունները մեր մասին են հայաստանյան պրոցեսների և ցանկացած հայ ընտրող պետք է հասկանա ինչի համար է ընտրում, որ մենք շարունակենք ապրել պայմանական ասած, այս օրինակներ բերեմ, գաղտնալսումների դրանց կռեհիկ հրապարակայնացման, ցանկացածին ամեն օր կալանավորելու պայմաններում, թե մենք ուզում ենք ապրել շատ ավելի հանդարտ, շատ ավելի կանխատեսելի իրավական համակարգում։ Սա ընտրությունը, որ քվեաթերթիկի վրա գրած չի լինելու, բայց սա հենց դրա մասին է։ Մենք ուզում ենք, որ եկեղեցին լինի ավելի վեհ, ավելի լուրջ գաղափարների կենտրոն, ինչպես դա եղել է դարերով, թե մենք ուզում ենք եկեղեցին լինի հարձակումների և կռեհիկ այլ արշավի կենտրոն, սա էլ ընտրություն։ Եթե ընտրվի այս ճանապարհը լինելու է դա, մենք ուզում ենք, որ ամեն օր երկրի թիվ 1 աշխատասենյակից դուրս գա ագրեսիա, դուրս գա քաոս, և դա ամբողջ պետական համակարգի վրա ազդի, թե մենք ուզում ենք, որ երկրի թիվ 1 աշխատասենյակից և բոլոր աշխատասենյակներում լինի պարզապես աշխատանքային մթնոլորտ, ինչպես մենք ունեցել ենք և վստահ եմ ունենալու ենք։ Սա շատ պարզ հարցեր է, մենք ուզում ենք, որ արդարության, չգիտեմ ինչի տակ ձևավորվեն նոր ֆինանսական կլաններ անհայտ ծագման փողերով, թե մենք ուզում ենք, որ իսկապես Հայաստանը դառնա սոցիալական երկիր, սոցիալական արդարության պաշարով։ Այս հարցերն են, որոնք երբ խոսում ես ընտրությունների մասին, Հայաստանի քաղաքացուն դեռ տեղ չի հասնում, չի մտածում, ինքը չի հասկանում։ Օբյեկտիվ էլ է, որովհետև այնքան են ռիսկերը և տապալումները մեծ եղել, որ ինքը չի հասցրել դրա մասին մտածել։ Առաջի բանը դա է, պետք է շատ համառ աշխատել և քաղաքացուն ասել, որ այս ընտրությունը քո կյանքի մասին է։ Հələ մի կողմ թողենք,
Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Թրամփ, Պուտին, չէ, քո կյանքի մասին է։ Եթե քո կյանքի այս նորմերը քեզ չեն բավարարում, ապա դու ունես շատ բարձ ձև գնալ քվեարկել ում ուզում ես բացառությամբ այս իշխանությանը կամ բարձ ասած գնալ քվեարկել փոփոխության օգտին։ Երկրորդը, այդ ձևակերպման մասին, որ դրել է իշխանությունը օգոստոսի 8-ից, եթե կլինեմ ես կլինի խաղաղություն, չեմ լինի ես կլինի պատերազմ, այստեղ խնդիրը հետևյալն է, ինչ վիճակ ունենք։ Մենք ունենք չպատերազմ վիճակ այս պահին։ Հա? Չես կարող համոզել, որ չէ, հիմա գիտես, կպատերազմը ռազմական գործողություն է եւ որևէ բանական մարդ նաեւ չի կարող համոզել եւ համոզվել, որ հիմա խաղաղություն է։ Մենք ըստ իս ունենք չպատերազմ վիճակ եւ ընտրություններից հետո իշխանությունը, որն էլ այն լինի, պիտի զբաղվի չպատերազմ վիճակի մենեջմենտով, կառավարմամբ։ Հիմա այս մարդկանց պատկերացումները չպատերազմ վիճակի կառավարման զիջումներն են։ Ընդ որում շաբաթը մեկ արևը հստակեցնելու իր պահանջները։ Իդեպ նրա համբերությունն էլ կամ չգիտեմ ինչ հաշվարկներն էլ տեղիք են տալիս եւ չի սպասում ընտրություններին մոտ կամ ընտրությունից հետո, հա, խոսքը Ադրբեջանի նախագահի մասին, արդեն կոշտացնում, արդեն անցավ այդ մեղրամիսի փուլը հետ օգոստոսյան հստակ պահանջներ է դնում եւ դնելու է։ Հիմա հաջորդ իշխանության առաքելություններից մեկը չպատերազմ իրավիճակի կառավարումն է։ Ով ոնց է պատկերացնում, շատ կարևոր է, որովհետեւ սա կարգախոսներով չի, սա լոզունգներով չի, սա բառից բուն իմաստով փորձ, գրագիտություն, հնչություններ պահանջող եւ թիմերը, որոնք պիտի դառնան հաջորդ սոլիդ իշխանության առանցքը, պիտի ունենան դա եւ դրա շատ կարևոր հիմա դրա մասին խոսեն, ինչպես են պատկերացնում չպատերազմ վիճակի կառավարումը, դրա տապալումը կբերի իսկապես ողբերգական հետևանքների։ Դրա տապալման ամենապարզ ճանապարհը իշխանության վերարտադրությունն է։ Գիտեք, ես մի օրինակ եմ բերեմ, հիմա էյֆորիկ վիճակը այդ բաների հետ կապված, իշխանական էյֆորիայի, Ադրբեջանի տարածքով ծորենի առաջին վագոններ եւ այլն։ Ես թույլ կտամ ինձ մի կանխատեսում անել, գուցե սխալվեմ, գուցե չէ։ Առաջին մի քանի գնացքների այդ ճանապարհով գալուց հետո իմ տպավորությամբ Ալիևը կոշտացնելու է իր պահանջները Միչանսկի վերաբերյալ։ Ուղղակի ասելու է, սա գործելու համար դու պիտի այս պարամետրերով Միչանսկ տաս։ Եթե հետևում եք ադրբեջանական փորձագիտական շրջանակների մամուլին արդեն վերջին օրերին նկատվում է, որ պատգամավորների մակարդակով այդ բանը Միչանսկի թեման կոշտացնում են։ Ուժով կբացենք, այս կանենք, այն կանենք եւ այլն։ Իրենք շատ հանգիստ եւ հետ են քաշվելու եւ Տրամփի ձևակերպումներից եւ մյուսի, եթե նրանք տեսան, որ Հայաստանում ոչինչ չի փոխվում, ապա գնալու է պահանջների կոշտացում։ Դա շատ կարեւոր է այս ընտրությունը նաեւ բացատրել մեր հասարակությանը, որ էապես այս ընտրության արդյունքները ազդելու է Ադրբեջանի վարկագծի վրա։ Այս իշխանության վերարտադրումը նշանակելու է պահանջների հստակ ցանկի հրապարակում եւ բոլոր թույլատրելի անթույլատրելի մեթոդներով դրա հասնելու, այսպես ասած, բարոյական իրավունք։ Մենք կտանք թե չենք տա։ Չեմ ուզում չարաշահել, ամփոփելով ասեմ հետեւյալը։ Ըստ իս մենք պետք է սեփական հասարակությանը տանենք շատ կարևոր աշխատանք առայն, որ այս ընտրությունը Հայաստանի մասին է, Հայաստանի ներսի մասին։ Հա կոպիտ ասած, Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին։ Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է այս ընտրությունը։ Մնացածը չորրորդական է, մնացած բոլոր տարաձայնությունները, որ կարող են լինել ոչ իշխանական համակարգերում, չորրորդական, հինգերորդական են։ Ով կիսում է այս բանաձևը, նա փոփոխությունների մեծ մեքենայի մի մասն է։ Եթե չէ, ապա շատ կասկածների տեղ կարող է դատալ։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն։ Ես մի փոքրիկ հարց ունեմ իհարկե, որը վերջին ժամանակահատվածում նաև հանրության տարբեր շերտերի մոտ է առաջ գալիս, որովհետև մոտավորապես այսպիսին է ձևակերպումը։ Այսօրվա իշխանությունը լավագույն իշխանությունն է, որ կարող էր պատկերացնել Ադրբեջանը, որովհետև ըստ էության ցանկացած բանակցություն գնում է Հայաստանի իշխանությունների կողմից զիջումների ճանապարհով։ Հիմա այսպես տարբեր շերտեր այս ձևակերպումը տալուց հետո միևնույն ժամանակ հարց են բարձրացնում, ինչով է պայմանավորված Ադրբեջանի
բառապաշարի կոշտացումը, հա, մինչև ընտրություններ։ Թվում է, թե Ադրբեջանն էլ պետք է նպաստի, որ այս իշխանությունները վերարտադրվեն, որովհետև ավելի այսպես զիջող իշխանություն դժվար է պատկերացնել։ Դրան զուգահեռ Ալիևը եւ ինչու՞ չէ նաեւ իրենց падգամավորները այսօր նաեւ լսեցինք, որ Զանգեզուրի միջանցքը սրբելով բացելու մասին են խոսում եւ այլն։ Պատճառը ո՞րն է, որ կոշտացնում են իրենց ռետորիկան։ Անկեղծ ասած, ես չեմ նկատել այդ ռետորիկան մեղմելու փուլը։ Շատ կոշտ է, երբ ինչ որ տակտիկական դադարներ վերցնում են, ինչ որ տակտիկական ձևակերպումների մեջ, բարձ ասենք օգոստոսին շատ չէր խոսալ, բայց իրենց պլաններում, իրենց ստրատեգիական հաշվարկներում ոչինչ չի փոխվել եւ գիտեք, ես եւի լավ բան չեմ ասում, բայց իսկ ինչի պիտի փոխվեր։ Տեսեք, օգոստոսից հետո Ադրբեջանը կարողացավ Միացյալ Նահանգների հետ գնալ լուրջ հարաբերությունների ձևավորմանը, լավացրեց իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ եւ ձևակերպումները, որ մենք սուր ծայրը մյուս կողմում են, սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետո ինչ որ բանակցությունների արդյունքում սկսում է վերականգնման փուլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Մենք այս ընթացքում միայն հոգեվորականների ворս ենք անում։ Մենք մարդ ենք բռնում։ Հասկանում եք, պետությունները ունենում են կշիռ եւ թե ներսի լսարանի համար, թե արտաքին աշխարհի համար։ Երբ մեր պետությունը իսկապես օգոստոսի 8-ից զբաղված է մարդ բռնելով, դեռ հուլիսից, չգիտեմ, մյուս երկրները լուրջ բանակցությունների, լուրջ հաշվարկների, լուրջ կոմպրոմիսների մեջ են։ Հիմա երևի դիրքերը շատ ուժեղացել է ստվերային շփումներում, ավելի հստակ է խոսում։ Շատ ավելի կոշտ կարա խոսել։ Ես այն բանը չեմ մտքին էջ, որ ամեն ինչ անելու է, որպեսզի այս իշխանությունը վերարտադրվի։ Կարող ենք ամեն ինչ անել, մինչև ընտրությունները ստանալ շատ բաներ, որ պլանավորում է։ Այստեղ արդեն իսկապես մեր կշիռը որպես պետություն շատ ցածր է։ Եվ լավ ձևակերպել հաջորդ ընտրության խնդիրներից մեկը մեր պետության կշիռը բարձրացնելն է։ Երբեմն ժողովուրդները մերժելով մի բան, փոխելով մի բան, ունեն այնքան ներքին ռեսուրս, առանց որևէ էական նյութական աջակցության իրենց կշիռը բարձրացնելու։ Այդ հարցն մենք ունենք լուծելու առաջիկայում։